Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար կոմունիկացիաների մասին հոդվածում գրել է վարչապետ Փաշինյանը։ Դեռ 2022 թվականին կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային 3 կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին Հայաստանի տարածք մուտք գործելու եւ ասենք դեպի Նախիջևան եւ Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին են։ Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով եւ Հայաստանի կառավարության կողմից կարող են ընդունվել 1-2 շաբաթվա ընթացքում, գրել է Փաշինյանը։ Բայց հենց հիմա զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին Կորնիձոր հատվածով Կորնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա, նույն եւ հակառակ ուղղությամբ։ Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է։ Մնում է դե յուրե որոշում կայացնել։ Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն։ Նախ հայ-իրանական հարաբերություններից է հետաքրքրվում իրանցի լրագրողը Հայաստանի վարչապետից։ Ասում են, ձեր իշխանությունն արևմտամետ է, ձևակերպում է լրագրողն ու շարունակում։ Դա չի ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։ Փաշինյանը կրկնում է, բալանսավորման քաղաքականություն ենք վարում։ Տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի պայմանական արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Եվ այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են։ Այս դեպքում, եթե արևմտյան երկրներից որևէ սպառնալիք լինի Իրանի դեմ, ինչ կանի Հայաստանը, ինչ գործողություններ կձեռնարկի։ Փաշինյանը պատասխանում է. Հայաստանը չի ներգրավվի այդ գործողությունների մեջ։ Հետո իրենց վաղեմի թշնամու հետ մեր ռազմավարական համագործակցությունն է հիշեցնում Փաշինյանին զրուցակիցը։ Դառը փորձ կա, Հայաստանում վստահ են, որ այն իրականություն կդառնա, կկիրառվի։ Որ վարչակազմի հետ հարաբերություններում ադապտացման փուլ է բոլոր երկրների համար եւ այդ ադապտացման փուլը անցնելուց հետո է, որ պետք է այդ հարաբերությունները գնահատվեն։ Հետո թեման Հայաստանով անցնող ճանապարհն է, որը պահանջում է Ադրբեջանը։ Փաշինյանը հիշեցնում է, կոմունիկացիաների վերաբերյալ հայկական առաջարկը ձևակերպել են եւ Բաքու ուղարկել։ Սպասում են պատասխանի։ Այդ առաջարկով կարող է հարցը լուծվել։ Դա Ադրբեջանին տրամադրված իրանական ճանապարհի սկզբունքով գործող հայկական ճանապարհ կարող է լինել, իսկ երրորդ ուժերի ներկայությունը անընդունելի է Հայաստանի համար, շեշտում է Փաշինյանը։ Եթե նույնիսկ դրա մասին որոշ պնդումներ կան, այդ պնդումները չունեն որևէ հիմք եւ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Սակայն այն ընթացքում, երբ Փաշինյանը այսպես ասենք սպասում է Բաքվից դրական պատասխանի եւ մերժման հիմքեր չի տեսնում, նաեւ հոդված է գրում։ Վերահաստատելով հայկական առաջարկը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը արձագանքում է Փաշինյանին։ Հաջիզադեն պնդում է, թե Երևան ներկայացրած առաջարկները ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի եւ գործնականում երթուղին երկարացնող։ Ըստ նրա, դրանցով Երևանը նպատակ ունի շեղել ուշադրությունը ստանձնած պարտավորություններից։ Բոլորին է հայտնի, որ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, ինչը հանգեցրել է Նախիջևանի ինքնավար հանրապետության շրջափակման։ Հայաստանը նաև 44-օրյա պատերազմից հետո որևէ դրական ներդրում չի ունեցել հաղորդակցության ուղիների վերագործարկմանը նվիրված բանակցություններում։ Սա փաստորեն Բաքվի պաշտոնական պատասխանն է Հայաստանին, թե դեռ պետք է սպասել փաստաթղթավորված մերժման։ Ամեն դեպքում պարզից էլ պարզ է, հայկական առաջարկը դարձյալ ադրբեջանական սպասելիքները չի արդարացնում։ Ալիևը մեր հայկական տարածքով ճանապարհ է ուզում, առանց հայկական որևէ միջամտության։ Այն, որ Բաքուն հայ գերիների ու հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ արգելված միջոցներ է օգտագործում, խոշտանգումներ իրականացնում ներգործության համար, հաստատում է Հայաստանի վարչապետը ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում։ Պատգամավոր Գեգամ Նազարյանն է Բաքվի դատարանից տարածվող լուսանկարներն ու կադրերը հիշեցնում։ Հետաքրքրվում, ինչ է անում Հայաստանի կառավարությունը։ Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով, այլ արգելված միջոցներով
տեղի ունենում արգելված ներգործություն եւ դա բնականաբար անընդունելի է մեզ համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են, բայց առաջնորդվում են չվնասելու սկզբունքով։ Գերիների թեման շարունակեց Հայաստան խմբակցության падգամավորը։ Բացի հայտարարություններից, էլ ինչ է անում Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է եւ մեծ հավանականությամբ նպաստ կբերի այդ դեր ասած խնդրի եւ մյուս խնդիրների լուծմանը եւ բոլոր խնդիրների լուծմանը։ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետեւ կարծում ենք, որ դա է այն գործողությունը եւ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։ Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրը անցկացնում է հացադուլի մեջ։ Սրանք մեր մյուս ռազմագերիներն են, որոնց կյանքին եւս վտանգ սպառնում, մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, իր պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի վրա, այլև Հայաստանի պետական շահերի ու Հայաստանի քաղաքացիների շահերի վրա։ Կիևին ռազմական օգնությունը կասեցնելու լուրերի ֆոնին հաստատվել են ամերիկյան 25% մաքսատուրքերը Չինաստանից, Մեքսիկայից եւ Կանադայից ապրանքների ներմուծման վրա։ Թրամփն անգամ շահավետ առաջարկ ունի կանադացիներին ու մեքսիկացիներին, ովքեր չեն ուզում մաքսատուրքերի զոհը դառնալ։ So they're going to have a tariff. So what they have to do is Ես միայն սա կասեմ կանադացիներին ու մեքսիկացիներին։ Եթե նրանք պատրաստում են մեքենաների գործարաններ կառուցել իրենց երկրում, շատ ավելի լավ է, որ Միացյալ Նահանգներում կառուցեն, քանի որ մենք ունենք շուկա, որտեղ այդ մեքենաները ամենաշատն են վաճառվում։ Մաքսատուրքերը կսահմանվեն տարեկան մոտ 1.5 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ներկրվող ապրանքների վրա։ Կանադայում մեղմ ասած ոգևորությամբ չեն ընդունել ԱՄՆ նախագահի առաջարկը։ Եթե Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի, Կանադան պատրաստ է։ Մարտի 4-ից ուժի մեջ մտնող մաքսատուրքերը մեծացնում են Հյուսիսային Ամերիկայում այսպես կոչված առևտրային պատերազմի մտավախությունները։ Քարտեզի ասիական կողմում են անհանգիստ ամերիկյան որոշումներից, բայց պատրաստ են նաև պատասխանել։ Չինաստանը լրացուցիչ 10-15% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար։ 15 ամերիկյան ընկերություն էլ ավելացրել է արտահանման վերահսկողության ցանկում։ Երկիրը նաև բողոք է հայտնում Թրամփի վարչակազմի որոշման դեմ։ Չինաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մեխանիզմների շրջանակներում կապված ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի վերջին բարձրացման հետ։ ԱՄՆ-ի միակողմանի սակագնային միջոցները լրջորեն խախտում են առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ խաթարում Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության հիմքը։ Խաղում են գերտերությունները, հետևանքները այս կամ այն չափով կզգացվեն նաև Հայաստանում, քանի որ մաքսատուրքերը չեն վերաբերում Հայաստանից արտահանվող ապրանքներին, անմիջական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա չի կանխատեսվում։ Գլոբալ առևտրային հարաբերությունների փոփոխությունները, սակայն անուղղակի ազդեցություն մեր երկրի տնտեսության վրա կարող են ունենալ։ Օրինակ, եթե մաքսատուրքերի պատճառով որոշ ապրանքների գներ բարձրանան միջազգային շուկայում, դա կարող է ազդել նաև Հայաստանի ներմուծման եւ արտահանման ծավալների ու գների վրա։ Փորձագետների կանխատեսումները դեռ զգուշավոր են։ Թրամփի վարչակազմը իրականում անկանխատեսելի է, հետագա հետևանքներն ու իրադարձությունները կապված են 24/7 կայացվող, երբեմն էլ փոփոխվող որոշումների հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն իրենից ներկայացնում է պրոքսի պատերազմ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև։ Այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Նախագահ Թրամփը կարծում է, որ սա ձգձգված հակամարտություն է, որը մտել է փակուղի եւ անկեղծ ասած սա պրոքսի պատերազմ է միջուկային տերությունների, Ամերիկայի, որն օգնում է Ուկրաինային եւ Ռուսաստանի միջև, եւ դրան պետք է վերջ տալ, ասել է Ռուբիոն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ մեկնեն Վաշինգտոն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը Դոնալդ Թրամփին ներկայացնելու նպատակով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն օր ցույց է տալիս, որ Իսրայելի երբևէ սպիտակ տանը եղած ամենամեծ բարեկամն է։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թրամփին Իսրայելին ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վաշինգտոն կատարած իմ վերջին այցի ժամանակ ես ասացի, որ Թրամփն ամենամեծ ընկերն է, որ Իսրայելը երբևէ ունեցել է սպիտակ տանը, եւ նախագահ Թրամփը ցույց է տալիս, որ այդ բարեկամությունը ամեն օր է։ Նա դա ցույց է տալիս Գազայի հատվածի համար իր տեսլականի միջոցով։ Իսրայելն ամբողջովին աջակցում է այդ ծրագրին։ Նա իր բարեկամությունը ցույց է տվել մեզ ուղարկելով այն ամբողջ սպառազինությունը, որի ուղարկումը դադարեցվել էր Բայդենի օրոք, նշել է Նեթանյահուն։ Խորհրդարանական ընդդիմությունը Սերբիայի ժողովրդական գարանային նստաշրջանի նիստի ժամանակ հակակառավարական ակցիա է կազմակերպել։ Իշխող կոալիցիայի падգամավորների վրա ձվեր են նետել, վառել ծխագլաններ, նիստերի դահլիճը լցվել է ծխով։ Падգամավորները պատրաստվում էին քննարկել կրթության մասին օրենքի փոփոխությունները կապված 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում 15 մարդու մահվան պատճառով զանգված էին բողոքի ակցիաների հետ։ Ալիևը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա, սպասվում է, որ նախագահները կքննարկեն տարածաշրջանում եւ աշխարհում վերջին զարգացումները, ինչպես նաեւ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցերը։ Նրանք մասնակցելու են Իգդիր, Նախիջևան, Գազատարի բացման արարողությանը։ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջև։ Անկարգությունները հաջորդել են բողոքի ակցիային, որի մասնակիցները բողոքում էին այն փաստի դեմ, որ Իսրայելի կառավարությունը ձգձգում է պաղեստինյան Համաս խմբավորման հետ հրադադարի շուրջ բանակցությունները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունել է ՄԱԿ-ի իրավունքների բարձր հանձնակատար Տյուրքիի հայտարարությունը Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ։ Հայտնել են ՄԻՊ-ի գրասենյակից մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում միջազգային, պետք է շուտապույտ եւ պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ Վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ եւ չբացակայելու արգելք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Այս մասին ազգային ժողովի մարտի 6-ի նիստին հայտարարել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով վերջին տարիներին աշխարհում նաեւ Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է։ Ըստ Սարգսյանի դրանից անմասն չէ նաեւ բանակը։ 2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանություններից կեսից ավելին խաղամոլության հետևանք են եղել, ընդգծել է Սարգսյանը։ Նրա խոսքով 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ։ Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, հնան կաճեր 10-ից 15%-ով, պետական եկամուտները 7.34%-ով։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն։ Իշխանական падգամավորը ազգային ժողովում ամբիոնից հայտարարեց, թե ինքը չի հավատում, որ պաշտոնական ներկայացուցիչները, ավտոներկրող եւ վաճառող դիլերները երկու ամսում ընդամենը 300-ի հասնող էլեկտրամոբիլների գործարք են իրականացրել, եւ որ ֆիզիկական անձանց տրամադրված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան 5000-ի չափ սպառվել է։ Ես դրան չեմ հավատում, կներեք, իմ մոտ տպավորություն է, որ պաշտոնական դիլերները ուղղակի պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են։ Այսինքն իրանց գումարն աշխատում են, լրիվ նույն կերպով մեքենաները բերում են, ուղղակի գրանցումը անում են ֆիզանձանց անունով,
ու իրանց քվոտաներին է ձեռ չեն տալի, տակ-տակ պահում են ֆիզանձանց քվոտան սպառելու համար ու հետագայում արդեն ունենալով մենաշնոր փաստացի, քանի որ ֆիզանձով էլ չի լինում բերել, գները մի հատ են բարձրացնելու։ Պաշտոնական դիլերների թեման շարունակելով падգամավորը հարց է բարձրացնում. այդ ներկայացուցիչներն օրինակ մեքենաների դիմային հատվածի պաշտպանիչ բամպերներ վաճառում են։ Տեսել եք ապաների գները ուր է հասել։ Ինչի հաշվին է ասել, գնում են Չինաստանից ամեն տեսակ մեքենա բերում են դիլերի անվան տակ, բայց այդ դիլերին որ հարցնես բամպեր ունես, եղբայր մեքենայի ամենաշատ վթարվող դետալը բամպեր ունես, չունի։ Այդ բամպերի գինը եսիմ ինչքան արժի, դրա համար անխտիր բոլորի ապաները թանկանում է։ Падգամավորների բարձրացրած խնդրին անդրադարձավ ֆինանսների փոխնախարարը, հայտնելով, որ իրենց գերատեսչությունը եւս վերջին 15 օրերի ընթացքում ստացել է այդպիսի ահազանգեր։ Իհարկե կա այդպիսի վարկած, որ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները ինչ որ դրվագներում գուցե այդպիսի վարկագիծ են դրսևորել, դա դեռ պետք է գնահատել, հասկանալ։ 4 տարի առաջ որոշվեց, որ մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերի եկամուտները պետական պարտատոմսերի օրինակով ազատվեն եկամտային հարկից։ Այդ ընկերություններին տրամադրված արտոնության ժամկետը դեկտեմբերի 31-ին լրացել է։ Ազգային ժողովի падգամավորներն ու ֆինանսների նախարարությունն առաջարկում են եւս 3 տարով երկարացնել այդ արտոնությունը։ Падգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ կան ընկերություններ, որոնք արժեթղթեր են թողարկել երկարաժամկետ։ Նրանք կարող են արդյոք օգտվել այդ արտոնությունից։ Եթե 22 թվականին 10 տարանոց պարտատոմս է թողարկվել, մինչև 2032 թվականը դրանից ստացված եկամուտը ազատվում էր եկամտային հարկից։ Հիմա այս կարգավորմամբ մենք կոնսենսուսային մոտեցում ենք որդեգրել, այսինքն ասել ենք եւս 3 տարի բոլորի համար չի լինի եկամտային հարկ, 3 տարուց հետո բոլորի համար կլինի, այդ թվում նաև նրանց համար, որոնք որ թողարկվել են նախկինում։ Մի բան, որ լավ եք անում, բայց անպայման հետը մի բան ուզում եք վատ անեք, այդ մի արեք, էլի, հիմա էս է խնդիրը։ Այսինքն իմ մարդիկ օբյեկտիվորեն գիտեին մինչև 2030 թիվը, 32 թիվը ազատված են։ Հիմա բերել եք 3 տարով արտոնության ժամկետը ավելացնում եք, բայց անդրադառնում եք։ Սա ընդունելի մոտեցում չի, մանավանդ հետադարձ ուժ եք փաստորեն տալիս։ Նախագծի հեղինակները իրենք էլ խոստովանեցին, որ սահմանափակում են մտցրել այդ ընկերությունների համար, սակայն հնարավորություն են տալիս նրանց նոր պարտատոմսեր թողարկել, ազատվելով եկամտային հարկից 3 տարով։ Նախագծի հեղինակները պարզաբանում են, արդարության սկզբունքից ելնելով են գնացել այդ քայլին։ Օրենսդրական նոր նախագիծ, որը ավելի կդժվարացնի բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողների եւ ընդհանրապես քաղաքացու կյանքը, անձը բողոքարկմամբ դիմում է դատարան իր կամ իր ընկերության նկատմամբ վարչական տույժը կասեցնելու համար։ Նոր նախագիծն ասում է, որ կատարումը միայն բողոքարկմամբ չի կասեցվի, այն կարող է կասեցվել միայն հայցի ապահովումը կիրառելու համապատասխան միջնորդության ներկայացման եւ այդ միջնորդության դատարանի բավարարելու դեպքում։ Անձը կամ տնտեսվարողը դատարան ներկայացվող հայցը դյումինքից ներկայացնի միջնորդություն, որով հիմնավորի, որ հայցի ապահովում կիրառելու անհրաժեշտություն կա, օրինակ տվյալ տուգանքի վճարումը էապես կվատթարացնի իր գույքային դրությունը։ Դատարան բողոքարկում են անհիմն տուգանված վարորդները, տնտեսվարողները։ Սա ավելի շատ առարկայական ազդեցություն կարող է ունենալ փոքր եւ միջին բիզնեսի դեպքում։ Օրինակ, ՓՄՁ գործունեություն է ծավալում եւ ՀԴՄ-ի կանոնների խախտման համար տուգանվում է 100-ից 200,000 դրամ։ Ստացվում է, բացի տուգանքից, տնտեսվարողը պետք է նաեւ փաստաբանի համար վճարի, այդ ընթացքում փչացնի հարաբերությունները հարկայինի հետ, ընդհանրեն այն բանի համար, որ 3 տարի հետո վարչական տույժը դատական ակտով ճանաչվի ոչ իրավաչափ։ Մինչդեռ ներկա կարգավորումների պայմաններում տուգանքից հետո դատական բողոքարկումը ըստ էության կասեցնում էր տվյալ վարչական ակտի կատարումը եւ տնտեսվարողի համար առնվազն տվյալ տուգանքը ներկա պահին վճարելու պարտավորությունը վերանում էր։ Նախագծի հեղինակների հիմնավորումն այսպիսին է, որոշ անձիկ կամ տնտեսվարողներ տուգանքը վճարելը հետաձգելու նկատառումներով ներկայացնում են անհիմն դատական հայցեր, որոնք մերժվում են 2-3 տարի անց, եւ այդ ընթացքում պետությունը ծախսում է ռեսուրս, բաց թողնելով իր հնարավոր եկամուտները։ Ըստ էության այս նախագիծը միտված է նրան, որպեսզի անձիկ հիմնականում ձեռնպահ մնան այդ բողոքարկումներից։ Փոքր եւ միջին բիզնեսը
ստացվում է ներկայում ունենում է մի շարք բացասական հետևանքներ հանուն ապագայի ենթադրյալ օգուտի ու բնականաբար մի շարք տնտեսվարողներ նման պայմաններում ձեռնպահ են մնալու նույնիսկ անհիմն որոշումները բողոքարկելու։ Փաստաբան Ալոյանի դիտարկմամբ այս նախագիծը միտված է որոշակիորեն նվազեցնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, սակայն այս միջանկյալ լուծումը կարող է առաջացնել անբարենպաստ հետևանքներ, օրինակ ՓՄԶ-ների համար։ Ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցները դառնում են արհեստական, մինչդեռ դատարանների ծանրաբեռնվածությունը կարելի է թեթևացնել, օրինակ հաստիքացուցակների ավելացմամբ։ Ընդամենը 1 րոպեի ընթացքում վալիդատորը մի փոքր դանդաղել է եւ այդ դանդաղելու պատճառով պիկ ժամ ա եղել։ Երևանի հասարակական տրանսպորտում վճարման համակարգը սպասարկող ընկերության փոխտնօրենն այսպես է մեկնաբանում նախորդային մետրոյում առաջացած խնդիրը, որ հերթի կուտակման պատճառ էր դարձել, տեսանկարահանվել, հասել սոցցանցեր ու ակտիվ քննարկումներ բացել։ Դանդաղելուց զատ ընկերության ներկայացուցիչը նաև տեղեկացնում է, որ վալիդատորների աշխատանքը մետրոյում փոքրինչ այլ է։ Այդ պատճառով էլ բոլոր անցարգելների մոտ են մարդիկ խմբված մնացել։ Մետրոպոլիտենի մեկ կանգառում բոլոր վալիդատորները մեկը մյուսի հետ փոխկապակցված է, վալիդատորներից մեկը խնդիր ա ունեցել, մինչև այդ մի վալիդատորի կարգավորումներն էինք տալի, մյուսները մի փոքր դանդաղ էին հաստատում։ Եթե նորմալ դեպքերում հաստատումը լինում է 1-2 վայրկյանի ընթացքում, այս դեպքում հաստատում է 5-6 վայրկյանը մեկ։ Չենք ասում, թե խնդիրներ չեն եղել կամ ընդհանրապես չկան, բայց դրանք երբեմն ավելի գորշ գույներով են ներկայացվում, քան իրականությունն է, նշում է ընկերության փոխտնօրենը, պատասխանելով հարցին, որ սարքը նույնիսկ մի քանի անգամյա փորձից վճարումը չընդունեց։ Ինչու՞։ Եթե մի պահ ասենք Facebook թերթես դժգոհությունների տարափի կհանդիպես։ Հունանյանն ասում է, եթե վալիդատորը մեկին կարմիր լույս է վառում, բայց մյուսին կանաչ, ուրեմն խնդիրը միանշանակ սարքի հետ կապված չէ։ Սրանից բացի սահմանափակում կա 1 քարտով 1 հոգու երթևեկություն, այնպես որ օրինակ մայրիկի հետ երթևեկելիս ինքը իր միջոցներով պիտի այսպես ասած իր տեղը ստանա։ Դա լավորից չի ներմուծվել, ցավոք սրտի մենք ցանկություն չունենք, ոչ մենք, ոչ քաղաքապետան դա ներմուծել, մենք ստիպված ենք եղել դա ներմուծելը, որովհետև մի շարք քաղաքացիներ դա որպես սողանց կգթել էին եւ հերիք չէր իրենք օգտվում էին, այսինքն նստում էին տրանսպորտ եւ մեկ անսահմանափակ տոմսով ստանում էին տասնյակ մարդկանց փոխարեն։ Համակարգում բանկային քարտերի հետ կապված խնդիր կա, համակարգող պաշտոնյան նշում է, քարտով վճարումը մերժելու խնդիրը միայն իրենց տիրույթում չէ։ Եթե քարտի վրա չկա մնացորդ, բնականաբար դա մերժում է։ Եթե քարտը գերազանցել է այդ օրվա իր սահմանած գործարքների քանակի սահմանափակումը, գումարի սահմանափակումը, երբեմն մարդիկ ասում են, բայց 150 դրամը ինչ է, որ մեր սահմանաչափը խախտած լինի, ոչ, դուք կարող եք մինչ այդ այլ գործարքներ արած լինեք, օրինակ խանութում առևտուր արած լինեք եւ ձեր սահմանաչափը արդեն ծախսած լինեք եւ այդ դեպքում արդեն համակարգը հնարավորություն ունի անգամ այդ 150 դրամը գանձելու։ Բջջային հավելվածի փաթեթների QR-ներն ի դեպ նոր թարմ սահմանափակում ունեն նկարել, սկրինշոտ անել, որ ուրիշին փոխանցեք, էլ չեք կարող։ Այս դեպքում էլ հիշում ենք 1 վճարում 1 հոգու երթևեկություն։ Մարտի 5-ին ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են 62-ամյա Աշոտ Սարգսյանի վարած Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մարդատար գնացքն ու ռուսական համարանիշներով 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանի վազ 2109։ Վերջինը ու նրա 44-ամյա կինը մահացել են, նրանց 2 անչափահաս աղջիկները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները, Արտաշատի Ըշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում էին նաև Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայրը ժամանել նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետը Սարիբեկ Ռուստամյանը։ Մարտի 5-ին Երևան Վանաձոր ճանապարհի ուշի բնակավայրի վարչական տարածքում բախվել են Ford Transit-ը եւ Կամազ Բեռնատարը։ Ford-ի վարորդը տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվ են գործել Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են փրկարարծարայության Աշտարակի Ըշեջ փրկարարական ջոկատի Ըշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Տարածքը սահմանազատել են բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Տարածքը սահմանազատել են բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։
Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նույն օրը Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվանի վարած Porsche մականը եւ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի TV7 երթուղին սպասարկող ժողթոնգը։ Porsche-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել Porsche-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Օպերատիվ են գործել փրկարարության Երևանի TV7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի TV7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են Porsche, դադարեցրել դիզ վարելիքի արտահոսքը եւ սահմանազատել են տարածքը։ Իսկ Բագրատունյաց պողոտայում բախվել են 30-ամյա Սարգիս Արսենյանի Kia Sportage եւ 24-ամյա Էդգար Քոչարյանի Hyundai-ին։ Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել մայթին։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Շտապօգնության ավտոմեքենաներին հիվանդանոց են ուղեկցել Իսախանյանն ու Գասպարյանը։ Եվ մարտի 5-ին Այգևան գյուղի Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվել։ Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, հետո մարել այն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Տուժած չկա։